Ամենահարթ փողոցները Գյումրիում նորակառույց թաղամասինն են։ Նոր թաղի հարևաններն արդեն մտերմացել են, երեխաներն ընկերացել։ Երկրաշարժից 20 տարի անց աղետի գոտու վերականգնման ծրագրի ծավալները մեծ էին, ժամկետը սուղ։ Ծրագրի համաձայն նորակառույց թաղամասի ապագա բնակիչներն իրենց բնակարանամուտը տոնելու էին նախքան ձմեռնամուտը։ Մի շաբաթ կա արդեն միացրել են գազերը։ Իսկ բողոքներ ունեք։ Չէ, նորմալ է, իրոք նորմալ է։ Ան զալսես տեղել ան խնդրեմ, էլի շատ լավ։ Ինչ էլ որ փոքր թերությունում կա, մենք կսենք իրանք վրաս ուղղեն։ Տիկիններ Անահիտն ու Լաուրան թաղամասի բնակիչներից են, որոնց դիմումի համաձայն շինարարական կազմակերպությունն իր ծախսերով լրացուցիչ աշխատանք է կատարում բնակիչների կենցաղը հարմարավետ դարձնելու համար, իսկ հոկտեմբերի 1-ից Glendale Hills-ը լրացուցիչ շտկումներ անելու դիմում բողոքներ բնակիչներից այլևս չի ստացել։ Ամեն ինչ, բարյակի կա, ջուրն է կա, գազն է կա, մնացել է Արիստոն միացնել է, երևի մինչև ամսուվերջ միացնել։ Ես էլ եմ այն կարծիքին, որ նախորդ տարիներն են եղել թերացումներ, ընդամենը 4 պատն են շահագործի եւ այլն, բայց մարդիկ տարեք կաշառքը տվել վերցրել են, ինչից բողոքվեին, չէ՞։ Մի որ կաշառքով չի, դե արտար ենք խաղում, ուրեմն արտար, նորմալ կառուցեք։ Առօրյա գնումներ կատարելու համար բնակիչները ստիպված են, չնայած մեծ հաճախականությամբ աշխատող, բայց միակ երթուղայինով երկար ճանապարհորդել։ Մուշ 2 թաղամասում չկա խանութ, դեղատուն կամ սպասարկման այլ կառույցներ, փոխարենը կան մեծ հնարավորություններ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։ Քաղաքի հարավ-արևմտյան մասն ամբողջովին վերածվել է շինհրապարակի։ 2011-ին արդեն նորակառույց թաղամասը բնակարանով կապահովի 1800 ընտանիքի։ Որակի տեսակետից եզակի կառույցներ են, տեսաշճանի որակը պահպանում։ Սարգիս Սարգսյանի 30 տարի շինություններ է կառուցել Հայաստանում եւ արտասահմանում, հպարտանում է կատարած աշխատանքի որակով, ուրախանում կառուցապատող կազմակերպության ստեղծած 1500 աշխատատեղով։ Աշխատավարձի վճարում ուրեմն գործարքային է ըստ կատարած աշխատանքի։ Միջին աշխատավարձը ամսական մոտ 180,000 դրամ է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում են մոտ 18 հեկտար տարածքի վրա, կառուցվում է 33 շենք, նախորդ տարածքից ավել է մոտ 5 հեկտարով։ Նոր կառուցվող Մուշ 2-ը նախորդին գերազանցում է ոչ միայն տարածքով, նաև ծավալով, վերահսկողության 4 աստիճան համակարգով եւ ֆինանսական ներդրումներով։ Մուշ 2-ի երկրորդ հատվածի բյուջեն կազմում է 21 միլիարդ 556 միլիոն դրամ, գրեթե 8 միլիարդով գերազանցելով նախորդին։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2010-ի մարտին, 2011-ին Գյումրին կընդարձակվի եւս մեկ թաղամասով։ Աննա Մարտիկյան, Նարեկ Սահակյան, Հայլուր։